Սա երբևէ իմ թխած ու համտեսած ամենահամեղ ու էսթետիկ թխվածքներից է։ Ուզում եմ անպայման դուք էլ թխեք։ Նախ պատրաստում ենք նրբաբլիթի թերթեր։ Ձուն հարում ենք կաթի, աղի եւ շաքարավազի հետ։ Հետո ավելացնում ենք ալյուրի եւ կակաոյի խառնուրդը։ Երբ խմորը դառնում է համասեռ, այստեղ ավելացնում ենք եղջյուր, խառնում ենք եւ ավելացնում ենք ձիթայու։ Խմորը պատրաստելուց հետո նրբաբլիթները երկու կողմից կարմրեցնում ենք։ Կացվում են բարակ, շատ համեղ նրբաբլիթներ։ Նրբաբլիթները թողնում ենք հովանան ու կրեմն ենք պատրաստում։ Սառը սերուցքի վրա սերուցքային պանիր ու վանիլ ենք դնում եւ խառնում ենք։ Կրեմը քաղցրացնում ենք շաքարի փոշիով կամ խտացրած կաթով։ Կրեմը անսովոր համեղ դարձնելու համար մեզ շատ համեղ սուրճ է հարկավոր։ Ես այն եփելու եմ իմ նոր Գորենի ապրանքանիշի սրճեփով, որ ամբողջովին ինովացիոն է, շատ հարմար է եւ կընդգրկվի ցանկացած ինտերիերում։ Իդեպ այն կարող է դառնալ քոնը, եթե մասնակցես մրցույթին։ Այն անց է կացվում Գորենի ապրանքանիշի պաշտոնական էջում։ Պայմանները շատ պարզ են, մանրամասն կգրեմ նկարագրություն բաժնում։ Դե ինչ, մեր կրեմը պատրաստ է, մնում է հավաքել տորթը։ Նրբաբլիթները իրար հետևից դասավորելով, կրեմապատելով այսպիսի տորթի տեսք ենք ստանում։ Հետո անց ենք կացնում օղակով եւ ամբողջ գիշեր թողնում ենք ստաբիլանալուց հետո երեսին կրեմ ենք քսում եւ այսպես ձևավորում։ Ես ընտրել եմ տիրամիսուի տեսքը։ Հետո վերջում կակաո ենք ցանում, կակաոին ես մի փոքր էլ սուրճ եմ ավելացրել, ավելի համը ընդգծելու եւ նուրբ դարձնելու համար։ Վերջ, մնում է միայն կտրել ու մատուցել։ Այս տորթը շատ հարմար է այն կանանց համար, ովքեր միշտ վախենում են, որ բիսկվիթ իրենց մոտ չի ստացվի։ Սա կստացվի բոլորի մոտ։ Ահնայք ինչ գեղեցիկ կտրվածք ունի։ Համն ու բույրի ուղղակյան նկարագրելի։ Անպայման կիսվեք ընկերների հետ եւ միացեք մեր մրցույթին։ Գուցե դուք դառնաք այս հրաշալի սրճեփի տերը։